Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես պիտի համաձայնվեմ իմ գործընկեր պարոն Վարդանյանի հետ այն գնահատականում, որ սա իսկապես ուշացած նախագիծ է, բայց անկեղծ ասած ես ընդդիմադիրների խնդիրը այս կոնտեքստում չեմ հասկանում եւ ըստ էության իրենց ասացի եւ մեր ասացի մեջ մեծ հաշվով տարբերություն չեմ տենում հետեւյալ պատճառով։ Իհարկե հեծի մասնավորապես վերջի տարիներին մատուցած ծառայությունների որակի մասին հավերժ կարելի է խոսալ կամ որակի բացակայության մասին, բայց ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը իրականում գալիս է ապացուցելու, որ այս նախագիծը ուշացած է, ինչու, որովհետև ես դեռապես զարմանում եմ, ինչից են զարմանում մեր գործընկերները, այսինքն նորմալ է, որ օտարերկրյա քաղաքացի հանդիսանալով կարևորագույն ենթակառուցվածքի, ուրեմն սեփականատեր, քաղաքական հայտարարություններ անի, ընդ որում հարց է սա քաղաքական է, թե այլ որակումներով կարելի է միգուցե այս հայտարարությունները բնութագրել, բայց հայտարարություն, որ հետագայում կպարզվեր, որը գալիս է օժանդակելու մի խմբակի, որոնք հետագայում կպարզվեր, որ տերորիստական ակտեր են նախապատրաստում Հայաստանի Հանրապետությունում, եւ այդ մարդը պետքա տիրապետեր եւ կառավարեր Հայաստանի Հանրապետության ամենակարևորագույն ենթակառուցվածքներից մեկը, եւ երբ որ սա դիտարկում ենք այդ թվում այն կոնտեքստում, երբ նշյալ անձինք պատրաստվում էին համատարած ամբողջ հանրապետությունով մեկ հոսանքի անջատումներ կազմակերպեին եւ այլ, ես կարծում եմ այս կապը չտեսնելը ուղղակի անմտություն է եւ ես առաջարկում եմ մեր գործընկերներին եւ այդ թվում ընդդիմությանը չտեսնել հակասություն մեր ասացի եւ ձեր ասացի մեջ, այո, սա ես կրկնում եմ Սամվել Կարապետյանի հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ այս նախագիծը ուշացած է։ Շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։